Ծառայության ասելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը։ Երդվում եմ։ Օրը տոնական է։ Նորակոչիկ զինծառայողները հանդիսավոր երդվում են համալրելով սահմանապահ զորքերի շարքերը։ Ստանձնելով կարևոր պատասխանատվություն խոստանում են արժանապատվոր են կրել սահմանապահի կոչումը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին եւ անսասան պահել պետական սահմանը։ Արտակ Ավետիսյանը թողել է ուսումը, ընտանիքն ու ընկերներին եւ պատրաստ է պատվով իրականացնելու հայրենիքի պաշտպանությունը։ Այսօրվանից ես ընտանիքիս եւ հայրենիքիս պաշտպանն եմ։ Առաջին անգամ զինվորական հագուստը հագնելիս հպարտություն ապրեցի, կամքի ու վճռականության ավելացում, մեծ պատասխանատվություն նախ ընտանիքիս առջև, ապա հայրենիքիս։ Նախ օրվա ռեժիմն է իմ փոխվել, ժամանակին քնել, արագ եւ պարտադիր սնվել։ Նաև ֆիզիկապես մի քիչ կոփվել եմ։ Օրը շրջադարձային է ոչ միայն զինծառայողների, այլև նրանց ընտանիքի անդամների համար։ Հուզված, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ են հետևում նորակոչիկների հանդիսավոր երդմանը։ Ամբողջ աշխարհս տակնու վրա էր եղել, հուզմունքս հասել էր գագաթնակետին, երբ հրաչյացի խրող ձայնով գոռաց երդվում եմ, անհագ ցանկություն ունեի անտեսել կարգ ու կանոնը, գրկախառնվել որդուս հետ եւ տալ իրեն իմ մայրական օրհնությունը։ Ծառայության մեջ առաջնային են կարգապահությունն ու թիմային ոգին, սպայական կազմը զինվորների կողքին է հոգեբանական եւ մասնագիտական աջակցությամբ։ Սահմանապահ զորքերում զինծառայողը պետք է գիտակցի, որ իր արտաքին տեսքով, հագուկապով, շարժուձևով, գործողություններով պետք է լինի վստահելի, օրինակելի նախ եւ առաջ սահմանամերձ բնակության համար, այնուհետև նաեւ մյուս բոլոր քաղաքացիների։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ ենք հասկանում, որ նորակոչիկը դարձել է զինծառայող, ապա փորձեմ մի փոքր հումորով պատասխանել, երբ վերկացի ժամանակ զինծառայողը աչքերը բաց սպասում է անպատասխան հրահանգին։ Ուստի այն ժամ, երբ զինծառայողի համար զինվորական առօրյով ապրելը դարձել է սովորական։ Իսկ զինծառայողներն էլ իրենց հերթին դարձել են ավելի ինքնավստահ, կազմակերպված եւ կարգապահ։ Սահմանապահ զորքերում զինծառայողները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ պետական սահմանը հուսալի պահպանելու համար։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանային անցակետերում ծառայություն են իրականացնում բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Կարողությունների զարգացման զուգընթաց ընդունելու ենք նոր գոտիներ, նոր պատասխանատվության հատվածներ։ Այլևս սահմանապահ զորքերի զինծառայողները երթման արարողությունից հետո կմասնակցեն վիճակահանության եւ վիճակահանության սկզբունքով կընտրվի իրենց հաջորդ ծառայության վայրը։ Այսօրվանից Արտակի եւ նրա ծառայակից ընկերների համար սահմանը պարզապես աշխարհագրական գիծ չէ, այլ վստահված բարձր առաքելություն, որը կստանձնեն երկօրյա արձակուրդից վերադառնալուց հետո։ Սերինե Սերոբյան, լուրերի համար։